Բարև հայ ժողովրդին, բարև ազգ։ Մինչև իմ հիմնական բուն թեմային անցնելը, նախ ուզում եմ, որ էսի արագ տարածվի, երկրորդ հերթին ժողովուրդ ունեմ մի հատ սենց կարծիք, հավաքվենք միասնական, ով իրոքից ընդդիմադիրներից կան ադուշի պատժ կանող, հիմա իմ ասած ինչ որ ասեմ, գրեք ինձ ու ասեք, որ օրը երբ հավաքվենք։ Հիմա ես ուզում եմ ասեմ, դիմեմ Փաշինյանին, գլխավոր դատախազին, հակակոռուպցիոնին, այն մասին, որ ուզում եմ հասկանամ, Փաշինյան, ես մի անգամ նորից այս նույն տիպի եթեր գցել եմ, սպասում էի արձագանքին, տեսա չեք արձագանքում, հիմա ժողովուրդով ենք մտածելու, որ դուրս գանք ընդդեմ ձեզ, քանի որ հիմա ես ուզում եմ հասկանամ, եթե դու մենակ ընդդիմության ես ուզում վերցնես, վնաստաս, փակես, բանտարկես, որ ազատվես սաղից, դու ես սաղ ժողովրդից չես ազատվելու, ես ուզում եմ հասկանամ, Գագիկ Ծառուկյանին բռնիք, մինչև Գագիկ Ծառուկյանը, Վարդան Ղուկասյանին, Լեննականի քաղաքապետին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, երեք են կին դեպուտատ ազգանունը մոռացել եմ, ջահել այդ կնոջը, ուզում եմ հասկանամ, մեր այսքան մի 120 հոգի ընդդիմադիրներից, թե 200 հոգի մարդ ես փագե, Հիմա ես ուզում եմ իմանամ, այս քո մարդկանց, որ սպանության հոդվածով քաղաքապետեր են աշխատում, տղեկից մեկը մարզպետարանում, չեմ անում ինչ-որ լսել եմ խորհրդատու է աշխատում, այդ խիտ դու դրանց չես բռնում, որ դատի ես տվել բանին, Մարուքյանին, որ ներողություն խնդրի քեզանից, թե ինչ ես, բեսամ հոգեկան ապրումների մեջ ես ընկացա, որ Մարուքյանը քեզ քննադատել է, մեկ էլ էլի ինչ-որ մեկին, Փաշինյան, հիմա դե լսի տես քեզ ինչ եմ ասում, էսի երկրորդ եթերս այս նույն թեմայի շուրջ, ուրեմն, ես Արարատ քաղաքից եմ, անունս Անդոյ է, նորից եմ ասում քեզ, ես ոչ թե Ծառուկյանի աջակիցներից եմ ելը, ես որպես մարդ պաշտպանում եմ բոլորին, բոլոր անմեղներին, ես ուժեղ Հայաստանի թեկնածուներից եմ, ավելի շուտ աջակիցներից եմ, ես ուզում եմ հատ հիմա քեզ սենց բան ասեմ, Արարատ քաղաքի քաղաքապետը Ասլան Ավետիսյանը, որը մարդասպանության հոդվածով քանի տարի է, հլը դատը գնում է, փուլ, այսինքն այնքան ձգիր ու չես թողում նստեցնեն այդ մարդուն, որ հիմա քաղաքապետ էլ է, այդ մարդը չի բռնվում, չի դատվում, որ պրամո իր տղեկից սպանել է այդ անձնավորությունը, որին ես ճանաչում եմ երեխա վախտվանից ու մինչև հիմա դատը էթում է իր։ Ինչի դրան չես բռնում։ Հիմա անցնում եմ երկրորդ հարցը, քո քաղաքապետի առաջի տեղակալը Արսեն Հակոբյանը Արարատ քաղաքի, ինձ պատճառել է 1,5 միլիոնի գույքի վնաս, այսինքն դրել է, ես գտնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում 21 թվին, Փեսայից ձեռից բալանիները վերցրել է, ասել է կփոխանցես հարևան Գրիգորին, ու այդ պատճառով եկել եմ, տեսել եմ տունս դադարք, 1,5 միլիոն գույք, որը որ նկարել եմ ու տվել եմ այն ամենաահավոր քասիբի տներն է դրած, որ գոնեն նստելու աթոռ չեն ունեցել, Աման չամանից բռնած, խրուստալների բաժակներից, վազերից բռնած, աթոռներից բռնած, խոլից բռնած, գարդիրոբից բռնած, կրավաթից բռնած, ինստրումենտներից բռնած, ընտիր աման չաման տարբեր տեսակների, ծեփալ
սկավառոդկեքով, դրանք սաղ անհետացել են։ Ուզում եմ իմանամ, օրենքդ, եթե քո օրենքը, որ տված է 1,5 միլիոն, քննչականները չեն որակում որպես էդի քրեական գործ։ Ինձ տալիս են գործը ատվոտ են անում, դատախազով գրում են, որ գնա մտի դատարան։ Ես ուզում եմ հասկանամ, այդ որ օրենքով է էդի գրված։ Կամ հիմա քո հանած օրենքը, ես չաշխատունակ մարդ եմ, թոշակառու էի, հիվանդության կարգ ունեի։ Էդ էլ ես գլխիցս կտրել։ Թող տանի իմ չորու ցավը, թող թափի քո վրեն, ձեր վրեն, քո այդ սաղ նախարարության վրեն, բայց որ բերեմ, այսպես բացեմ դնեմ դեմդ իմ դիագնոզները, երևի աշկերտ կֆռա ճակատիդ վրեն, լսար։ Հիմա տես ինչ եմ ասում քեզ։ Ես չաշխատող մարդ եմ։ Զորով ես իմ հացը վաստակում եմ, ես չգիտեմ ինչ անեմ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այդ օրենքները, որ դու փոխել ես, ասենք պատիցս պռովուդը կարա գողանա կտրի տանի, ասի 400,000-ը չի ապա բանանում, մենք այդ մարդուն չենք բանանում, հա, տուժի չենք ենթարկում։ Կամ որ 1,5 միլիոն վնաս են տվել, ինչ որ մաշվածություն հանեք, եսի ինչեր անեք, այլ 400,000-ից անցնում է, ինչի որակավորում չեն տալում, քրեական գործ չեն հարուցում։ Ասեմ ինչի համար, քանի որ հարցը բարձրացվում է քո Արսեն Հակոբյանի վրով։ Այսինքն 21 թվականին ես գնում եմ Ռուսաստանի Դաշնություն աշխատելու, մարդը բալանից վերցնում է, տալիս է հարևան գոքորին, այսինքն ոչ թե ինքը իր արձերով է վերցնում, հրամայում է մորակրոջս փեսային, որ կտաս իրան, իր վեշերը հավաքի դիր, կրավատների տակ դիր, գարզիրովի մեջ փագի դռները, տղեն պետքա գա քնի դուրս գա այդ տվյալ հարևանի տղեն իբր թե։ Մի խոսքով, ես արդեն ասեցի, որ եկե մտել եմ տունս 4 պատերն այլ է։ Ես այս սենակի վրա ահավոր վիճակով պատերը ծեփերը սաղ թափելուց այլ եմ, թափել ավելի շուտ։ Ես մինչև գոլի պատ մաքրել եմ, մինչև տուֆերը։ Ու սկսել եմ սվաղել 5-6 հազար $, արդեն ես այս սենակից վրա փող եմ ծախսել։ Քո Արսեն Հակոբյանը ամեն տարի ես որ գնում էի գալիս էի աշխատելու, ասում էի թող սեփականացնեմ, քանի որ ես իրան ուզում էի դնեի, պահանջում էի գույքս տու, ինձի կողում էր շանտաժի տակ, որ սենակը ձեռիցս կվերցնի։ Թեպետ այդ սենակը Սարգսյան Գարիկը իմանալով նախկին մարզպետը, որ քո հետ խավոր Սանիկա, իմանալով իմ հիվանդությունները, ես շնորհակալ եմ Գարիկից, շատ մարդիկ կան Գարիկից բողոքում են, բայց ես շնորհակալ եմ այդ մարդուց։ Այդ մարդը ինձ օգնել է, բան չունեմ ասելու։ Հարցը հասնում է նրան, որ ասենք բանա Հակոբյան Արսենը քո քաղաքապետի, Արարատ քաղաքապետի առաջի տեղակալը դնում է ինձ շանտաժի տակ։ Ես ապրում եմ հանրակացարանում։ Ուրեմն, այս հանրակացարանում ինչը որ նստած է քաղաքի բալանսի վրա, սա արգելափակված է։ Տվել են 2 անհատի, ստե ոչ դուր կա, ոչ լուսամուտ կա, ես էդի առանձին եթերով ցույց կտամ, չեմ ուզում հիմա շեղվեմ։ Հիմա քո Արսեն Հակոբյանը մինչև 24 թիվը ինձ դնում է շանտաժի տակ, որ բան անեմ, սենակը չսեփականացնեմ։ 24 թվին քո Արսեն Հակոբյանին կալանքի են վերցում ուրիշ մի այլ գործով։ Իսկի ես տեղակել չեմ ինչ գործով է, ինչ գործով չի, ինչ չի հետաքրքրում։ Արսեն Հակոբյանը այդ պահին որ բռնում են։ Ես շուշուտ մտնում եմ Ասլանի մոտ, ասում եմ դե Ասլանին մենք մի քաղաքից ենք շատ լավ իրար ճանաչում ենք, ասում եմ դու գիտես իմ վիճակը, պետք է սենակը սեփականացնեմ։ Մտածում ասում հա գնա բանարադ իմ մոտ գրի ես կմակագրեմ։ Ուրեմն սենակը սեփականացնում եմ ու սկսում եմ այս հարցով Արսեն Հակոբյանի հարցով, որ ինձ պատճառել է դրել է շանտաժի տակ, չարաշահելով իր պաշտոնի դիրքը, դրել է շանտաժի տակ ինձ չի բանանում ու պատճառել են ինձ գույքի վնաս մոտ 1,5 միլիոն չափով։ Հիմա
ես գրում եմ քննիչը ընդհանրապես ատվոդ անում, ասում է գնա մտի դատարան, 1.5 միլիոն այս, Փաշինյան, էսի պռոբուտ չի, կամ եթե դու այդ օրենքը ընդունել ես վաղը սոված եմ, անաշխատունակ մարդ եմ, գնացված եմ, որ անաշխատունակ եմ քո քաղաքապետարանում 24 թվից, ես վաղը ինչ անեմ, մտնեմ մի հատ խանութ, բան գողանամ, հացմած, որ ուտեմ, հա, դրա համար դե մարդկանց չպետք է դատեն, դե արի հանցագործությունը դավայ ավելացնենք, եթե ձևա ինձ այդ պատասխանը հիմա տուր։ Պաշտոնի չարաշահումներն անում են, ոչ մեկը ոչի բան չանում։ Ես դատարան չեմ կարող մտնեմ, քանի որ մի հատ հայցադիմումը իմ համար 250-300 հազար է, չեմ հաշվում advocat բռնելը։ Քաղաքապետը Ասլանետ նույն ձևի ասում եմ արի արկելափակված գույքը, որ նստած է քաղաքի բալանսի վրա, հանի սուտ գրություն ուղարկե ոստիկանություն, որ էդի ընդեղ արկելափակված բան չկա։ Ես բերել եմ դոկումենտները ձեռս ա, ես ինչ խոսում եմ դոկումենտներով քեզի կապացուցեմ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս մարդիկ գլխավոր դատախազ, ես իմ մենավոյ ես իմ լուսաբանությունը, որ անում եմ հիմա, հայտարարում եմ սա որպես ընդունեք բան հաղորդում, որ այս մարդկանց վրա քրգործ բացվի ու կխնդրեի բոլոր ժողովրդին, այն ընդդիմադիրներին, չընդդիմադիրներին, ովքեր որ պազերշկա են անում ես, թող մի հատ ինձ գրեն, երբ հավաքվենք, որտեղ հավաքվենք, մենք լրագրողներ կանչենք ու սկսենք այս թեմայի շուրջ, բոլոր մեր այս քրգործով նստողներին, բռնած Սամվել Կարապետյանին, որ ճնշում են, հալածանքի են ենթարկում նույն ձևի տնային կալանքով, Ծառուկյան Գագոյին, Անդրանիկ Թևանյանին, մյուս մեր այդ ահագին այդ երկու օր առաջվա այդ դեպուտատին Քոչարյանի բանից էր ոնց որ այդ խեղճ կնոջը դո չես իմանում են մյուս մեր հալածվող ալիկը ինչյան էր մեր ուժեղ Հայաստանից Ալեքսանյան ալիկը մյուս մեր այդ հալածյալները որ նստած են ժողովուրդ էս վերջը ոնց ալնելու մի հատ խոսացեք ես այնպես չի որ շոկոլադնի է սա վիճակս ես էլ հացի փող չունեմ բայց արեք մի հատ Երևանի ավտոբուսի ինչ որ տրանսպորտ կամ մի բան կճարենք կեթան կհասնենք կամ կան այդ ուժեղ թասիբով լրագրողներից որ մի հատ ընձի հիմա գրեն ես համար թողեմ ասեմ արեք ներկայացնեմ այս մարդիկ լկտիապես Մարդասպանության հոդվածը վրները իրանք քաղաքապետու ես իմ տղեն, ես իմ ինչ են աշխատում, Արսեն Հակոբյանը իրան մաֆիայով տղեն կոմունալի պետ ինքստեղ մարդկանց դնում շանտաժի տակ, գույքի բնացներ են պատճառում, պաշտոնի չարաշահումներով, մենք պետք է կարանք հիմա հասարակ ժողովուրդս մի բանի ասենք, հասկանանք, որ պետությունն պետության մեջ ենք ապրում, ոչ թե մի հատ լկտիություն, բռնատիրություն որ պետք է ժողովրդին ճնշի հալածի, այսով եք դառը, արա դուք այն Նիկոլ, արա 18 թվին Գարիկը Սարգսյան շատ լավ գիտի, որ ես առաջիններից մեկն եմ ել այստեղ ռայոնը, որ Արարատ քաղաքի մեջ ավտո երթերով ու ամեն ինչով բարձրացրել եմ էսի, Սեթո Թևանյանն էլ լավ գիտի, որ ես դե պայքարել եմ այդ քո թավշա հեղափոխության վաղտ, որ դու մարդկանց ժողովրդին սաղազգին խափիր, այսօր մենք պետք է այսպես նստենք, մենք այս սապոն չունենք, որ ասենք ճապոնական կամ չինական որ մտնելով առաջ ետանք, մենք ճիշտ խոսացող մարդիկ ենք արա, հիմա դու եթե իմ հարցերին չելնես Նիկոլ, չընթառաջես, ես ասում եմ դոգին երանի եք տալու, ես դոգից բետար քֆուրներ եմ տալում, ու իմ համար նշանակություն չունի, նարերի վրեն կքնեմ, գաղութում կքնեմ, թե որտե կքնեմ, ես իմ համար նշանակություն չունի, ես Իվան Մարդ գնացել եմ Ռուսաստան աշխատել եմ, իմ տրուտավոյ պոտով այս սենց, իմ քրդինքով, եկել եմ աշխատել եմ, իմ համար ստեղծել եմ, ու այսօր կակոյնի բուտ Արսեն Հակոբյան 10 ավարտ, որ ես ավարտած տղա Լուբոյ բնակավարի մեջ 10 օր աշխատեմ, ես լրիվ լավ անգիր կտիրապետեմ, որ այսօր մի հատ 10 ավարտ Արսեն Հակոբյան քաղաքապետի առաջի տեղակալ է դարել, տղեն էլ դարել է կոմունալի պետ, թե պետ իմ համար սաղ,
պետ են, ոստիկանապետ, քաղաքապետ, կոմունալի պետ, գողական են իմ հետ խոսում, բայց համար առաջի իրանք են, չեմ ուզում եթերիս մեջ ինչ-որ մի ավելնորդ բաներ խոսամ, բայց ասում եմ մյուս եթերս երևի 50 պլյուս կլնի, եթե գլխավոր դատախազեսի հիմա դու չես ընդունում իմենավոյ հաղորդում, այս գործին ընթաց չես տալիս, Նիկոլ Փաշինյան դատախազի հետ, ես մինչև ընդհուպ գլխավոր դատախազին գրել եմ այդ մասին, ես ընդհուպ գրել եմ հակակոռուպցիոն, ընդից սուտ սուսմունքները իրանք ուղարկում են, մենք ուղարկում ենք ռայոնի դատախազին քննարկման, ինչ քննարկման, որ քո ռայոնի դատախազին վեդի պղծության գործերով հանիկ արդեն ռադ արեցիք, հիմա չեմ մանում այդ մի դատախազը ինչ կանի, քանի որ պետքա զանգի միած Սեթոյին Թևանյան, աչոտ ասի Արսենիկ Ամասլանի վրա հաղորդում ա տված, Սեթոն էլ ասի դե ջրեք թողეთ աղբեր, այդ բաները ես շատ լավ անգիր գիտեմ, հիմա ժողովուրդ ջան ձեզ եմ դիմում, կան մարդիկ, այս մարդկանց կողմից տուժվելով, հարցեր բարձրաձայնելով, կամ թեկուզ չտուժվածներ այն մարդ, այս արդարությունը պտի վերջը կայնի իր տեղը, թե չէ, մի հատ ասեք երբ ենք հավաքվում, սաղ ընդդիմադիրներով, անկախ նրանից Ծառուկյան, Սամվել Կարապետյան, թե Քոչարյան, հավաքվենք հլնենք այս հարցին լուծում տանք, հələ մի հատ տենանք, այս քաղաք, ես իմ քաղաքն արա, ընձնից վերև չի թռնելու ոչ մի մարդ, ես ասում եմ, չպետք թռնի էլ, չի էլ կարա թռնի արա, ես կմեռնեմ մենակ այն վաղ, երբ որ սուս կմնամ ընձի կսպանեք արա, լսար, ես պետք է այս արդարությունը բերեմ դնեմ իրա տեղը, ուրեմն այս մարդիկ են ստեղ, էսի հանրակացարանա, լսում ես դատախազ, Նիկոլ, էսի հանրակացարանա, ուզում ես բազմազավակ հայրիկ ու մայրիկ էլի, դա ինչ չի նշանակում, հանրակացարանա, էսի ընդհանուր ա, ու այդ մարդիկ, որ այդքան բազմազավակություն են ստեղծել, այդ մարդիկ սաղկյանքները իրանք չեն աշխատել, իմ տարիքի 60 տարեկան այդ թազա նորից երեխա են բերում զուտ են բանի համար, որ նպաստի փողերով կարարան ապրեն, իմացաք հիմա ձև են գթե, ապրելա միջոց են գթե, ես չգիտեմ, արգելափակված վիճակները բացվի, իմ գույքի վնասները փոխհատուցվի, գործին ընթացտակ ու մնացածը ես արդեն չգիտեմ ոնց եմ խոսալու ձեր հետ, եթե այդ հարցին լուծում չտվեցիք։ Դե հիմա դիմում եմ ժողովուրդ ջան ձեզ, նախ արագ էսի տարածեք, երկրորդն էլ գրեք, հավաքվում ենք, որտեղ ենք հավաքվում կամ որ ժամին երբ հավաքվենք ու հլնենք ակցիաների, Ծառուկյանի համար, Սամվել Կարապետյանի համար, մեր հալածյալների հետ մարդիկ նատուրի հալածվում են, ժողովուրդ, դուք չեք պատկերացնում։ Ընդ Թևանյանն անդ լրագրողներից կան, ընդ կինը որ խեղճը բռնվավ, ընդ 1000 հոգի մարդ նստած են։ Ես պահանջում եմ դուխով լրագրողներ, որ գան, ես հիմա տեսեք ինչ եմ ասում, լրագրողներ, արեք տեղում ստե հանրակացարանը, ինչը որ բռնազավթված է, արգելափակված է, հիմնական ժողովրդի դեմ, ապորենի սենակներ տված մարդիկ չեն ապրում տված օրվանից, բացի այդ ապորինությունը հավաքվենք ժողովուրդ, հələ մի հատ ասենք, որ ընդդիմությանը դու կարում ես լավ բռնես, բայց քո քպականներին են չի չես բռնում։ Մտածենք մի քիչ ժողովուրդ մեր մասին, հարուրատ անտեր անտուն մարդիկ դուսն են քնում, 4 հատ սենակ մենակ իմ հարգում, 4-րդ հարգում եմ մնում, 4 հատ սենակ մենակ իմ հարգում ապորենի տված է, չեմ հաշվում 4 հարգանյա այս հանրակացարանը, էլի սենակներ կա, ես անուններ չեմ տալում, թողգան տուն կմտնեն ցույց կտան ով ինչ ոնց։ Լավ եք ժողովուրդ ջան, լրագրողներ ձեզ նորից եմ ասում, եթե կարում եք արձագանքեք, գրեք, ես համար կթողեմ ձեզ, կապի մեջ դուրս գանք ու գանք, ես ապացուցեմ, ստեղել մտնենք, էթանք առ երես լրագրողների դեմը հարցեր տամ ես իրանց, թղթերը ձեռսա ու հարցեր տամ գույքս բալանից ոնց են վերցել, ոնց են տվել, ոնց են փչացրել, ով է պատասխան տալու դրա համար, ես չգիտեմ։ Պաշտոնի չարաշահումներից բռնած մինչև իրանց լկտի ապորինությունները։ Քանի որ ես Ասլան Ավետիսյանի հետ հակառակ ընդհարվա այն բանի համար, որ մտա ասի սենց է վիճակը։
ապորենի տներ են տվել, էս են արեն են արել, արկելա փակել են, տունս ջուր են քաշել, կանալիզացիան չեն թողում, փագողները, որ ընդհանուր գույքի վրա մտած փագու բալանները չեն թողում, որ ես տրապը ստանեմ, հագցնեմ այդ տրապին։ Իմանում եք։ Մարտնասավնցի հա գրի օրինական ես այդ հարցին լուծում կտամ։ Երկրորդ օրը գնացի մտա, Ասլանն ասավ, գիտես ինչ, ես չեմ կարող ոչ մի բան անեմ, քանի որ ասում է, մենք եկող գնացողներ ենք, ես չեմ ուզում վատամարդ լինեմ, չհասկացա, այդ ինչ ասելու բան է, ես քեզ գալիս եմ, ասում եմ, ապորենի գործողություններ է կատարվել, արի այս հարցերը լուծի, բա ումն է թամ դիմեմ ես։ Մի խոսքով, լավ մնացեք ժողովուրդ ջան, Աստված մեր հետ, սաղիս հետ, թող ազատություն, սաղ մեր քաղ բանտարկյալներին, տոեն առանց քաղ բանտարկյալներին էլ նույն ձևի։ Ես այդ կյանքը տեսել եմ, ին վրա սարքել են, գործ եմ կարևորես նստել եմ, ես այդ սաղ գիտեմ, բայց ես ոչ մեկից էլ ոչ վախենում եմ, ոչ էլ ինչ-որ մի բան, ես այդ գաղութներն էլ եմ տեսել, ես այդ ամեն ինչն էլ տեսել եմ, նայեք Նիկոլ, ես ասում եմ գլխավոր դատախազ, գործերս հիմա, ընդունում ես հաղորդում ու ընթացք եք տալում, եթե չէ, ես հեսա ասում եմ, ինչ ալնելու ձեր վիճակը, դոգին դուք երանի եք տալու, այն վաղ բռնե գնձի փագեք, հիմար հեշտ նշանակություն չունի, միլիոն ու կես վնաս են տվել, 2 միլիոնից ձեզի պետք է մտնեմ, այնքան քֆուր տամ, որ փոխհատուցումը դուրս գա, եթե ասում եմ հենց հիմա։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, տարածեք Շուշուտի մեջ։